Ինչը ձեզ ստիպեց գալ Հայաստան։ Ուզում եմ, որ այս երկրի ժողովրդի համար ամեն ինչ լավ լինի։ Հայաստանը ձեզ համար դարձավ այն երկիրը, որը արդարացրեց ձեր սպասումները, թե ոչ։ Չկարողացանք համոզել արտադրողներին գալ Հայաստան։ Երկրի նկատմամբ վստահության պակասի եւ անկայունության պատճառով։ Իսկ պայմանները երբ էին ավելի լավ օտարերկրյա ներդրողների համար, մինչև 2018 թվականի հեղափոխությունը, թե դրանից հետո։ Ես երբեք Հայաստանի բանկերի փողն անձամբ չեմ օգտագործել, որովհետև բանկային տոկոսները շատ բարձր են։ Եվրոպայում 3-ից 3.5% է։ Բանկային համակարգը որտեղ է ավելի ի նպաստ հասարակության աշխատում, ըստ ձեզ Հայաստանում, թե նույն Իտալիայում։ Գներն էլ բարձրացել են, ու ես ինքս ինձ հարց եմ տալիս. ինչպես են այս աշխատավարձով ապրում եւ այս բնակարանները գնում։ Այ օրինակ ինչը կուզենայիք Իտալիայից բերել Հայաստան, որ հայ հասարակությունը սկսեր կիրառել եւ ինչը Հայաստանից կտանեիք Իտալիա։ Հայաստանում երբեք չգիտես, թե որ ընկերությունն ինչ վիճակում է, ումն է ընկերությունը, ինչ է, անհնար է, ոչինչ չես կարող իմանալ։ Կյանքը սա է, վերջ։ Այս տարիների ընթացքում ի վերջո ինչքան գումար աշխատեցիք Հայաստանում, այսինքն ներդրեցիք 3.5 միլիոն եվրո Հայաստանում եւ ինչքան օգուտ ունեցաք։ Sei molto intelligente. Bisogna fare anche quello nella vita. Դուք շատ խելացի եք։ Սա էլ կարող էր պատահել։ Ողջույն, շատ հաճախ մեզ ուզում են, թե ինչու օտարերկրացիները չեն գալիս Հայաստան ներդրումներ կատարելու։ 2024 թվականին օտարերկրյա օղակի ներդրումները նվազել են մոտ 3 անգամ, կազմելով 138.5 միլիոն դոլար ընդամենը։ Այսօր իմ հյուրն է իտալացի բիզնեսմեն, ներդրող Ֆիլիպպո Դուցիոնին, ով մոտ 13 տարի Հայաստանում է, կատարել է շուրջ 3.5 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում, եւ այսօր մենք զրուցելու ենք, թե ինչ է կարծում Հայաստանի մասին որպես երկիր ներդրումներ կատարելու համար եւ առհասարակ ներդրումային պայմանների մասին։ Ողջույն, պարոն Դուցիոնի։ Ուրախ եմ ողջունել ձեզ մեր հարթակում։ Ti ringrazio. Շնորհակալ եմ ձեզ։ Felice anch'io. Ինչը ձեզ ստիպեց գալ Հայաստան։ Ինչու որոշեցիք հենց Հայաստանում ներդրումներ կատարել։ Abbiamo deciso perché il paese Որոշեցինք ներդրումներ կատարել, որովհետև նկատեցինք, որ երկիրը զարգացման պոտենցիալ ունի։ che poteva svilupparsi, che avremmo potuto svilupparsi anche noi in un paese Եվ մենք կարող ենք զարգացնել։ Այս տարածաշրջանում զարգացող երկիր է, մեծ հնարավորություններով, թե արտադրություն, թե աշխատուժը պոտենցիալ ունի։ con enormi possibilità di produzioni. Որոշեցինք գալ եւ տեղակայվեցինք Հայաստանում։ Fatturiero, abbiamo puntato e abbiamo deciso di fermarci, di venire a investire qui. Anche perché consideravamo il paese Լինելով նաև քրիստոնյա երկիր, բավականին մոտ է մեր ավանդույթներին, մշակույթին, անկախ նրանից, որ 5000 կիլոմետր մեզ իրարից բաժանում է։ anche come mentalità, a differenza di Մոտ է նաև մտածելակերպը մեզ, համեմատած ուրիշ երկրների հետ։ Մտածեցինք, որ մեզ լավ կզգանք Հայաստանում։ culturale. Դուք նշեցիք, որ թվաց Հայաստանը որպես երկիր, որ կարող է զարգանալ եւ ներդրումներ անելը հաջող ավարտ կունենան, հաջող ընթացք կունենան, արդյոք արդարացան ձեր սպասումները եւ արդյոք այն, որ դուք նշում եք, մենք ունենք ընդհանրություններ որպես քրիստոնյա երկիր, արդյունքում ինչ հասկացաք, դա այդպես էր, Հայաստանը ձեզ համար դարձավ այն երկիրը, որը արդարացրեց ձեր սպասումները, թե ոչ։ È stato molto difficile all'inizio perché pensavamo che era un po' più facile, Սկզբից շատ դժվար էր, un po' per որովհետև մտածում էինք, որ հեշտ կլինի, nel meccanismo. սակայն հատկապես դժվար էր մտածելակերպը հասկանալը, Noi veniamo da un paese che è in produzione, որովհետև գալիս էինք մի երկրից, որտեղ արտադրությունը եւ աշխատանքն ուրիշ կոնցեպտ ունեն։ Տարբեր էր այն ամենից, ինչ ես Հայաստանում գտա 13 տարի առաջ։ no? Con molte cose Շատ բաներ էին տարբեր այն ամենից, ինչին մենք սովոր էինք Իտալիայում։ naturalmente è normale. Բնականաբար նորմալ է, որ այդպես էր։ Մենք գալիս էինք մի երկրից, որը շատ ավելի շուտ էր սկսել արտադրական հեղափոխությունը եւ ուրիշ համակարգ ուներ։ Industriale, Եվ ստիպված եղանք հարմարվել տեղական համակարգին։ dovuti adattare. No,
adattare alla mentalità del luogo. Questo riguarda solo l'ambito lavorativo. Invece sull'aspetto dei rapporti umani, no? Dei rapporti umani con la gente anche comune, Սա վերաբերում է միայն աշխատանքային ոլորտին։ anche bello, Մինչդեռ մարդկային շփումները շատ ավելի լավն էին ու ավելի հեշտ։ bene, anche normali. Սովորական մարդկանց, հարևանների, աշխատողների հետ շփումը շատ հեշտ է։ Կուզեմ մի փոքր խոսենք պայմաններից։ Պետական կառույցների հետ շփվել եք վստահ եմ։ Ինչ հարկային քաղաքականություն կա Հայաստանում, որը ձեր համար ավելի հեշտ դարձրեց բիզնես գործունեությունը, թե հակառակ ավելի դժվարացրեց Հայաստանի հարկային դաշտը, պետական մարմինների հետ հարաբերությունները, ինչ դժվարություններ եք ունեցել այդտեղ։ Արդյոք ստեղծված են բոլոր այն պայմանները օտարերկրացու համար, ով իրեն կարող է լավ զգալ Հայաստանում ներդրումներ կատարելուց եւ ավելի շատ սկսի ներդրումներ կատարել, թե կան ավելի շատ խանգարող հանգամանքներ։ Allora, partiamo col concetto che la burocrazia c'è in tutta Սկսենք Europa, նրանից, compresa որ բյուրոկրատիա l'Italia, կա ամբողջ in tutta աշխարհում։ Europa c'è burocrazia. Սկսած Իտալիայից մինչև ամբողջ Եվրոպա։ Normale. Դա նորմալ է։ Հարկային ոլորտը կարող եմ ասել, որ ավելի թափանցիկ եւ ավելի պարզեցված է Հայաստանում։ Infatti ritengo che è inutile con la percentuale che applica lo Stato armeno Հարկերը, որոնք պահանջում է Հայաստանի Հանրապետությունը, մեծ չեն եւ իմաստ չունի շրջանցել։ dall'inizio, sempre regolare senza mai fare niente di cash, sempre tutto. Մենք առաջին պահից սովոր էինք հաշիվ դուրս գրել եւ ստանալ հաշիվ։ Միշտ կանոնավոր առանց կանխիկի շրջանառության, որովհետեւ հարկերը ճիշտ չափի են։ Ես երբեք չեմ ունեցել թեկուզ մեկ բան, որին չեմ գրանցել։ Միշտ գրանցել եմ բոլորին։ Ես գիտեմ, որ դուք 2014 թվականին, երբ եկել եք Հայաստան եւ հիմնել եք Polyitaly կազմակերպությունը, նպատակը եղել է այն, որպեսզի Հայաստան բերեք իտալացի արտադրողների։ Ինչքանով այդ գաղափարը ստացվեց, քանի որ տեղյակ եմ նաև, որ մի քանի ամիս առաջ վաճառվել է Polyitaly-ին, եթե ստացվեց ինչ չափով եւ եթե չստացվեց, ինչու չստացվեց այդ գաղափարը իրագործել, ինչն էր պատճառը։ Allora, l'idea era appunto quella, no? Di portare dei produttori italiani in Armenia per produrre merce che poteva essere esportata o in Italia o nei paesi vicini. Այո, նպատակը դա էր։ Բերել իտալացի արտադրողներ Հայաստան, Alla Russia, որպեսզի արտադրեն Հայաստանում, որպեսզի հետո արտահանենք ինչպես Իտալիա, purtroppo այնպես էլ մոտակա siamo երկրներ, riusciti, դեպի Ռուսաստան, Իրան, Ղազախստան։ i vari Ցավոք չկարողացանք համոզել արտադրողներին գալ Հայաստան։ fiducia, di stabilità. Երկրի նկատմամբ վստահության պակասի եւ անկայունության պատճառով։ Poi abbiamo fatto qualcosa noi, proprio la pizza, caffè, pizza surgelata, siamo Սկսեցինք ներմուծել սուրճ, pionieri, արտադրել պիցցա։ però alla fine Սառեցրած պիցցայի առաջին արտադրողները Հայաստանում կարող եմ ասել, որ մենք è էինք, difficile portare, բայց հնարավոր չեղավ meno è արտահանելը։ piccolo, no? Pertanto Հայաստանի շուկան փոքր non է, è stato un successo, հաջողություն չունեցանք։ no, è stato, non ha avuto successo, abbiamo dovuto fermare la produzione perché perdevamo soldi, no? Ma appunto perché l'Armenia è piccola, 2,5 milioni di Այնուհետև abitanti, կանգնացրեցինք il արտադրությունը, d'acquisto è քանի որ basso, սկսեցինք գումար era կորցնել։ basso, forse adesso Հայաստանը շատ փոքր է, no. 2.5 միլիոն բնակչություն ունի։ Correggere una Այն ժամանակ էլ produzione, աշխատավարձները i costi di una քիչ էին։ produzione, no. Գուցե հիմա շատ է, արտադրությունը շատ թանկ էր արժենում, Dipendenti, քանի որ աշխատողներին լավ էինք վճարում։ li abbiamo sempre pagati bene. Գուցե հայերը մեզանից ավելի լավն են, կարողանում են կազմակերպել, Noi մենք չկարողացանք։ noi non siamo riusciti. Դուք նշեցիք երկրի ոչ ստաբիլ իրավիճակը 2014 թվականին է հիմնադրվել, ինչի նկատի ունեք։ Նկատի ունեք 2018 թվականի հեղափոխությունը, նկատի ունեք պատերազմական վիճակը, կորոնավիրուսը, կոնկրետ որ դեպքը, այսինքն ինչը ազդեց, որպեսզի ստեղծվեց անկայուն միջավայր, որ երբ ստեղծվեց անկայուն միջավայր եւ չկարողացաք բերել արտադրողներին եւ արդյոք իշխանափոխությունից
հետո ավելի բարենպաստ պայմաններ չստեղծվեցին, թե հակառակը մինչ այդ ավելի հեշտ էր։ Խնդրեմ մի փոքր այս մասին էլ խոսենք։ Sicuramente la rivoluzione fatta a suo tempo ha creato un po' di dubbi per chi Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, իրադարձություն ունեցավ եւ կասկածներ մտցրեց մարդկանց մեջ, ովքեր պետք է գային, քանի որ սկսեցին լսել երկրի անկայունության մասին եւ վախեցան։ Որոշում կայացրեցին չգալ։ Դրանից հետո ես էլ չպնդեցի։ Չհամոզեցի իտալացի գործարարներին գալ Հայաստան։ con imprenditori italiani che venissero in Armenia. Ho rinunciato, capito? Uno se deve investire in un paese deve sentirsi sicuro per quello che fa. Որովհետև mեկը, եթե ներդրում է ցանկանում անել որևէ երկրում, պետք է իրեն ապահովված զգա։ Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմը, վախի մթնոլորտ ստեղծեց մարդկանց մոտ։ Իսկ պայմանները երբ էին ավելի լավ օտարերկրյա ներդրողների համար, մինչև 2018 թվականի հեղափոխությունը, թե դրանից հետո։ Ինչ որ բան փոխվեց Հայաստանում։ Cambiato, cioè allora prima probabilmente c'era più spazio, no? C'era più spazio di manovra, no? Perché c'era... Այո, փոխվել է, որովհետև մինչև հեղափոխությունն ավելի մեծ հնարավորություններ կար։ Մանևրելու տարբերակները շատ կային, քանի որ տնտեսությունը դեռ այդքան զարգացած չէր։ 2018-ից հետո կարծում եմ, որ քայլեր դեպի լավն արվել են, ենթակառուցվածքներն են զարգացել, ինչպես նաև նկատում եմ զարգացումներ շինարարության ոլորտում, ու որակապես ավելի լավ է հիմա, քան առաջ։ Cioè, ho visto un miglioramento, nelle costruzioni ho visto un miglioramento, sicuramente superiore di qualità rispetto a prima. Poi, sa, io non è che ho frequentato più negli ultimi anni con l'interesse di sviluppare, perciò Վերջին տարիներին լավ չեմ տիրապետում տնտեսական վիճակին։ Հիմա քաղաքում շրջում եմ, որպես սովորական քաղաքացի։ Ուստի չեմ կարող շատ մանրամասներ ասել այն մասին, թե առաջ էր ավելի լավ տնտեսական միջավայրը, թե հիմա։ Ըստ ձեզ, եթե Հայաստանում պայմանները ավելի լավացել են, հա, այսինքն մեծ թափով շինարարություն է ընթանում, զարգանում է, առաջընթաց է ապրում, այդպես կարող ենք ենթադրել, հա, ձեր խոսքից, ինչն է պատճառը, որ նոր ներդրումներ կատարելու մասին չեք մտածում Հայաստանում, ավելի լայն թափով ներդրումներ չեք ուզում կատարել այս զարգացող առաջընթաց ապրող երկրում։ sì, io mi pongo qualche domanda su quello che vedo. Non è che Այո, ես ինքս էլ ինձ հարցեր տալիս եմ, այն ամենի վերաբերյալ, ինչ տեսնում եմ։ Այնպես չէ, որ չեմ մտածում։ Տեսնում եմ, որ շատ են կառուցում, ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե գնորդն ով է։ Ես երբեք Հայաստանի բանկերի փողն անձամբ չեմ օգտագործել, որովհետև բանկային տոկոսները շատ բարձր են։ Եվրոպայում 3-ից 3.5% է, իսկ Հայաստանում մի քիչ բարձր են։ Չեմ պատկերացնում, թե բնակչությունը որտեղից պետք է ունենա այդքան գումար, որ այդքան տոկոս վճարի։ Քանի որ աշխատավարձներ ինչքան են 500-ից 600 եվրո, եւ այդպիսի ծախս անել չեմ պատկերացնում։ Գներն էլ բարձրացել են, ու ես ինքս ինձ հարց եմ տալիս. ինչպես են այս աշխատավարձով ապրում եւ այս բնակարանները գնում։ questi appartamenti. Me lo chiedo, forse io non sono un capace imprenditore, però lo vedo molto difficile. Forse un settore che funziona molto bene è il sistema bancario, perché le banche penso che qui siano molto solide, forse più solide di quelle europee. Sicuramente ho sentito. Ես երևի լավ բիզնեսմեն չեմ, բայց հասկանում եմ, որ շատ դժվար է։ Բանկային համակարգը Հայաստանում շատ լավ է աշխատում։ Բանկերն ավելի լավ են աշխատում այստեղ, քան Եվրոպայում։ Բայց լսել եմ, որ կառավարությունն օգնություններ է տրամադրում երիտասարդներին բնակարաններ ձեռք բերելու համար, բայց ավելին չգիտեմ։
Խթանելը երևի նկատի ունեք եկամտահարկի վերադարձի օրենքը, որը մինչև այս տարի էր գործում եւ այս տարվանից արդեն ամեն դեպքում Երևանի տարածքից դուրս է գալու, միայն մարզերի դեպքում է աշխատելու, երբ վճարում է եկամտահարկ եւ այդ եկամտահարկը գնում է այդ բնակարանի հիպոթեկային վարկի մարմանը։ Գուցե դա նկատի ունեք։ Դուք խոսեցիք շատ կարևոր մի հարցից, բանկային համակարգից։ Օրինակ, եթե համեմատենք Իտալիայի բանկային համակարգի հետ, հա, թե բնակարան գնելու համար տրվող վարկերը, հիպոթեկային վարկերը, թե բիզնեսներին տրվող վարկերը, տոկոսների, պայմանների առումով որտեղ է ավելի բարենպաստ պայմաններ, բանկային համակարգը որտեղ է ավելի ի նպաստ հասարակության աշխատում, ըստ ձեզ Հայաստանում, թե նույն Իտալիայում։ È chiaro che se paghi meno per il popolo, per la gente è meglio, no? Paghi meno interessi sulle banche europee, non solo Ոչ միայն Իտալիայում, այլ ամբողջ եվրոպական բանկերում առավելագույնը 3.5-ից 5% է տոկոսադրույթը։ Կարող է հասնել 8%-ի, կախված նրանից, թե ինչ ես արտադրում։ Բանկային համակարգը խորհրդային միության նախկին անդամ բոլոր երկրներում գրեթե նույնն է։ Sono molto lontani. È chiaro che se spendi meno dici che è meglio, no? Se spendi meno è meglio. Պարզ է, որ ինչքան քիչ ես վճարում բանկերին տոկոս, այնքան հեշտ է դառնում ամեն ինչը։ Օրինակ պետության կողմից այդ եկամտահարկի վերադարձը շատ մեծ օգնություն է մարդկանց, որն էլ խթանել է շինարարության աճը։ È chiaro che se il governo ha fatto un intervento sugli interessi, ha fatto una buona cosa per la gente, no? Perché li ha aiutati, no? A poter affrontare l'acquisto di una casa e ha accelerato lo sviluppo edile nell'edilizia, l'ha accelerato. Piano casa, è un piano casa come l'hanno fatto in Italia sulle giovani coppie. Նույնն էլ Իտալիան արեց երիտասարդ ընտանիքների համար։ Հետևաբար, ըստ ձեր ասացից, կարելի է ենթադրել, որ նույն եվրոպացիներին պետք է որ ձեռնտու լինի Հայաստանում կատարել ներդրումները, այսինքն եվրոպական բանկերի ցածր տոկոսով վարկեր վերցնել եւ գալ Հայաստանում ներդրումներ կատարել։ Այդ դեպքում ինչու չեն գալիս։ Ինչու Հայաստանը այդպես էլ չի դառնում գրավիչ եվրոպացիների համար ներդրումների տեսանկյունից։ Ma io credo che in un certo senso lo facciano, non sono sicuro. No, perché magari investono sulla valuta, la valuta negli ultimi anni, la valuta armena è abbastanza stabile, no? Ես մտածում եմ, որ ինչ որ միտեղ դա անում են։ Վերջին տարիներին հայկական դրամը բավականին կայուն ապահովում է։ Ավելին կարող եմ ասել, որ շատ ավելի բարելավել է այս մասը, որովհետև ես հիշում եմ, անցյալում կար պահ, որ 1 եվրո գնելու համար պետք էր 700 դրամ։ Հետո կամաց-կամաց կարգավորվեց։ Հիմա նկատում եմ, որ կայուն պահվում է, թե եվրոն, թե դոլարը, երևի ինչ-որ մի եվրոպական բանկ տալիս է փող, բայց ես չգիտեմ։ E poi c'è un problema di fondo, perché non essendo nel circuito europeo, no? Perché sei in Asia, in Armenia sei in Asia, non sei in Europa, no? Ed è difficile per le banche europee, tranne qualcuno che è abituato sull'estero, tipo Crédit Agricole, tipo Unicredito nostra che è francese e italiana, riescono a finanziare in Armenia. Difficilissimo. Կա նաև մի փաստ, որ չլինելով եվրոպական շրջանում, լինելով Ասիայում։ Հայաստանն Ասիայում է գտնվում, ոչ թե Եվրոպայում։ Դժվար է եվրոպական բանկերի համար ինչ-որ մի բան մտածել Հայաստանի մասով։ Դժվար թե Unicredit-ը կամ եվրոպական բանկերը ֆինանսավորում անեն Հայաստանում։ Ես չգիտեմ, ես ֆինանսիստ չեմ, բայց կարծում եմ դժվար կլինի երաշխավորություններ տալ հայկական ընկերություններին։ Իտալիայում, եթե դու ինչ-որ մի ընկերության շրջանառությունը կամ հաշվետվությունն ուզում ես իմանալ, ապա դա բաց է։ Վճարում ես կատարում եւ բաց աղբյուրներից կարող ես տեսնել։ In Armenia non sai mai con chi hai a che fare, no? Di chi è la società, se è un SPA come è composta, perché non c'è il sistema di controllo, non esiste. Non è, in Italia è pubblico, in Europa è pubblico. Se io voglio capire che devo avere a che fare con lei, che ha
Հայաստանում երբեք չգիտես, թե որ ընկերությունն ինչ վիճակում է, ումն է ընկերությունը, ինչ է, անհնար է, ոչինչ չես կարող իմանալ։ Եվրոպայում ամբողջ տեղեկատվությունը բաց է։ Իսկ իմ համար կարևոր է, թե ես օրինակ ձեր հետ ուզում եմ գործ ունենալ, ասենք Արմինե ՍՊՀ։ Անհնար է, որ ես Հայաստանում իմանամ, թե ում հետ գործ ունեմ, ընկերության հաշվեկշիռը նորմալ է թե ոչ, իսկ Իտալիայում այդ ամենը թափանցիկ է, բաց է։ Հայաստանում դու չգիտես, թե ում հետ գործ ունես։ Ասում են բանկային գաղտնիություն կա, անձնական տվյալների գաղտնիություն կա։ Ինչու է սա կարևոր, որովհետև կազմակերպությունը չպետք է անձի հետ կապված լինի։ Դու անկախ այն բանից ընկերության տերն ես, համասեփականատերն ես, տնօրենն ես, դու չես կարող ընկերությանը վերաբերվել որպես քո անձնական դրամապանակի։ Ինչ վերաբերում է տեղեկությունների թափանցիկությանը, գուցե պատճառներից մեկը այն է, որ շատ մարդիկ, ովքեր իրավունք չունեն ընկերություններ ունենալ, զբաղվել բիզնեսով, հա, այսպես ասենք, չասենք ունենալ, իրականում զբաղվում են բիզնեսով, այդ թվում նաև պետական պաշտոնյաներ, տարբեր պետական ծառայողներ, գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ մենք չենք կարողանում այդ թափանցիկությունը ունենալ։ Ես չգիտեմ Իտալիայում ինչքանով կա այդ խնդիրը, Հայաստանում ամեն դեպքում կա նման խնդիր։ Ինչ վերաբերում է մտածելակերպին, տեսեք, դուք նշեցիք, որ ընկերության գումարից իրավունք չունի մարդը վերցնել անձնական նպատակների համար, սակայն Հայաստանում հիմնականում մարդիկ փոքր բիզնես առավել եւս կամ միջին բիզնես են բացում հենց ապրելու համար, հա, գոյատևման հարց են լուծում այդ բիզնեսով։ Այ Իտալիայում ինչպես է ստացվում, որ բիզնեսը ծառայում է առաջին հերթին բիզնեսին, հետո նոր մարդու համար հացի խնդիր է լուծում։ Ինչպես է իտալացի մարդը հասել այդ վիճակին, որ իր հացի խնդիրը գուցե արդեն լուծել է այլ եղանակով եւ բիզնեսը դիտարկում է որպես հավելյալ եկամտի աղբյուր, կայացնելուց հետո է արդեն եկամուտներից սկսում օգտվել, այլ ոչ թե ի սկզբանե բիզնեսը բացում է ապրելու համար։ Non è che gli italiani sono dei santi, sono tutti bravi. Ci sono anche le zone dell'Italia che è importante capire. Un conto il nord, un conto il centro e un conto il sud, no? In Italia c'è ancora tanto nero, lavorano tanto ancora col nero, no? Le società al nord sono Այնպես չի, որ իտալացիները սուրբ են կամ բոլորը հաջողակ։ perché Իտալիան նաև տարբեր հատվածների է բաժանված։ Մի բան է հյուսիսը, մի բան է կենտրոնական Իտալիան եւ լրիվ այլ բան է հարավը։ Իտալիայում դեռ շատ մարդիկ կեղտոտ ձևերով են աշխատում։ Հյուսիսի ընկերություններն ավելի կանոնակարգված են։ Ինչու՞։ Որովհետև սովորել են քայլ առ քայլ զարգանալ։ decenni, ma ancora oggi succede. Non è che in Italia sono dei preti, dei santi che non lo fanno ancora. Però succede che quando fai bancarotta in Italia, che hai fatto distrazione di capitali dalla società, tu socio prendi soldi impropri, ti castigano da 7 a 12 anni. Եվ տարիների աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացան տարանջատել անձնական ու բիզնես եկամուտները։ Տասնամյակներ պետք եղան այդ վիճակին հասնելու համար։ Այնպես չի, որ Իտալիայում բոլորն են այդպես անում, բայց Իտալիայում, եթե դու փորձես ընկերության գումարը վերցնել եւ քեզ ծնանք հայտարարել, ապա քրեական պատասխանատվության կենթարկվես։ Կարող ես 7-12 տարի ազատազրկվել։ Այ օրինակ ինչը կուզենայիք Իտալիայից բերել Հայաստան, որ հայ հասարակությունը սկսեր կիրառել եւ ինչը Հայաստանից կտանեիք Իտալիա։ Ma in Armenia c'è ancora il senso della famiglia più forte. Il senso della famiglia è più forte che in Italia. In Italia piano piano è diminuito. In Armenia vedo che le Հայաստանում ընտանիքի զգացողությունը դեռ շատ ուժեղ է։ Իտալիայում կամաց-կամաց նվազում է։ mi sembra Ամեն դեպքում ինձ թվում է, որ ընտանիքի անդամները միմյանց կողքին են։ Իտալիայում ավելի սառն են վերաբերվում։ Հարավը դեռևս Հայաստանի նման է։ Հյուսիսում ավելի նման են եվրոպացիներին։ Հետո կախված է քաղաքում ես թե գյուղում։ Օրինակ Միլանում հարևաններն իրար չեն ճանաչում։ Իսկ Իտալիայից Հայաստան։ non è Իտալիայից դժվարանում եմ ասել, թե ինչ կբերեմ։ Վստահաբար խոհանոցը, որովհետև ամբողջ աշխարհն է ընդունում իտալական խոհանոցը։ Ուտելու մշակույթը ուրիշ է։ Կբերեի հաստատ իտալացի արտադրողի մտածելակերպը։ il mondo Իտալիայում շատ բան են արտադրում։
մեքենայից սկսած մինչև ամենափոքր բանը։ Արտադրությունը բարձր մակարդակի վրա է գտնվում։ Produttiva, mentalità di testa. In Italia fanno tante cose, tante, dal mobile alla meccanica all'elettronica, sono bravi. Հայերն էլ են շատ զարգացած։ Ամեն դեպքում վերջին տարիներին նկատում եմ, որ շատ են զարգացել։ Շինհրապարակներում տեսնում եմ շատ լավ վարպետների։ Հայերն աշխարհում 10 միլիոն են։ Ինչ որ մի բան անում են։ Իսկ նրանցից շատերն էլ շատ հաջողություններ են ունեցել։ Qualcosa avete fatto, no? Come armeni, no? 10 milioni di armeni fuori. E so che ce ne sono tanti che hanno avuto successo, perciò vuol dire che l'intelligenza, la cultura c'è anche in Armenia. Mi ricordo i primi 2 anni che ero qua, facevo i colloqui di lavoro, no? E chiedevo cosa sai fare. E tutti mi dicevano tutto cosa. Cioè, Ինչ է փաստում է, որ ստեղծող են։ Հայաստանը պատմություն ունի, մշակույթ։ Հիշում եմ առաջին 2 տարիները, որ այստեղ էի, երբ գալիս էին աշխատանքի ընդունվելու, որ հարցնում էի, թե ինչ գիտեք անել։ Ասում էին ամեն ինչ։ dicono tutto, poi bisogna metterli alla prova. Tutto sommato era anche bello, no? Cioè, mi trovavo bene a dialogare con queste persone. Ne ho assunti tanti, ne ho provati tanti di armeni. Ne ho assunti tanti, ne ho provati tanti di armeni. Ne abbiamo portati un po' anche in Italia a lavorare, col distacco. Un po' di armeni li abbiamo portati a insegnargli a lavorare in Italia. E avevamo dovuto assumerli in Italia con stipendio italiano. Որ ասում էի, թե ամեն ինչ ասելով ինչի նկատի ունեք, մի քիչ հումորով էի վերաբերվում։ Հասկանում էի, որ այս ժողովուրդն ուզում է աշխատել, դուրս գալ ճգնաժամից։ Բնական է, որ ամեն ինչ անել չգիտեին, բայց փորձում էին դուրս գալ ճգնաժամից։ Ամեն ինչ տեսել ենք։ Հայաստանում հայ աշխատավորներին նույնիսկ տարել ենք փորձաշրջանի Իտալիա։ Այնտեղի աշխատավարձին հավասար վճարել ենք։ Հիմա ամենահուզող հարցը նաև, կարծում եմ սա շատերին կհուզի, այս տարիների ընթացքում ի վերջո ինչքան գումար աշխատեցիք Հայաստանում, այսինքն ներդրեցիք 3.5 միլիոն եվրո Հայաստանում եւ ինչքան օգուտ ունեցաք եւ ունեցաք թե չէ ի վերջո։ Հիմա ինչ է, ուզում եք սկսեմ միանգամից լացել, թե քիչ-քիչ։ Ավելի լավ է հարցնեք, թե ինչքան կորցրեցինք։ Chiedimi quanto ci abbiamo Քեզ չեմ ասի։ Non te lo dico. Va Այս bene così. օգուտ չունեցաք, կարող եմ այդ հետևությունը անել։ Ma sì, dai, è la vita, non tutto viene bene, no? Կյանքը սա է։ Վերջ։ Non c'è da fare nessuna Կյանքում ամեն ինչ չէ, որ լավ ավարտ պետք է ունենա։ Ոչ ոք մեր գլխին ատրճանակ չէր դրել, որ ներդրում անեինք Հայաստանում։ Մեր ընտրությունն է եղել։ Իրականությունն այն է, որ ես դեռ այստեղ եմ։ Այլևս ընկերություն չունեմ։ Sono ancora qua e adesso non ho più società, però sono vice direttore di 2 società armene, di cui una ha la filiale in Italia. Մի հայկական ընկերության փոխտնօրեն եմ, որն ունի Իտալիայում մասնաճյուղ։ Մի լավ բան կա, որ շատ կարևոր է։ Հայաստանում պարտք չունեմ։ Աշխատավարձերը վճարում եմ, հարկերը վճարում եմ։ Իմ ընտրությունն ու որոշումն է մնալ Հայաստանում։ Contributi, le tasse le pago, no? È una scelta di stare qua, va bene. Faccio 13, 14, 15 giorni in Armenia, 13, 14, 15 giorni, mese di 30, lo faccio in Italia. Vado avanti e indietro. 14-15 օր ապրում եմ Հայաստանում, այդքան էլ Իտալիայում։ Մի քանի մարդիկ կան, որ դեռ իմ հետ աշխատում են։ Երջանիկ ու ուրախ եմ, որ իրենք իմ կողքին կան։ Մենք կարող ենք համարել, որ դուք բարեգործություն եք արել, ոչ թե ներդրում։ Sei molto intelligente. Bisogna fare anche quello nella vita. Դուք շատ խելացի եք։ Anche questo. Սա էլ կարող էր պատահել։ Ho lavorato anche per le suore di Maria Teresa di Calcutta. Ho rifatto Սպիտակի Մայր Թերեզայի քույրերին եմ օգնում։ Բարեգործությունս դա է։ Շնորհակալություն ինձ հյուր գալու համար։ Ես ձեզ մաղթում եմ արդյունավետ ներդրումներ Հայաստանում։ Ես գիտեմ, որ դուք դեռ շարունակում եք մնալ Հայաստանում եւ նպատակ չունեք գնալու, հա։
եւ հույս ունեմ, որ վերջապես ձեր ներդրումները կսկսեն օգուտ բերել նաև ձեզ, հա, կլինեն ներդրումներ, այլ ոչ թե բարեգործություն, բարեգործությունն էլ է իհարկե շատ լավ, բայց արդար կլինի նաև, որ այդ ներդրումները ինչ-որ ձև արդարացվեն։ Va bene così, dai. Auguro a questa nazione che vada avanti. Թող այսպես լինի։ Ամեն ինչ լավ է, թող այս ժողովուրդը զարգանա։ Եթե ես էլ կարող եմ օգնել, ինչու՞ չէ։ Intendo starci perlomeno metà mese in Armenia. Ես չեմ ուզում Հայաստանից գնալ եւ ամսվա կեսը հաստատ ուզում եմ ապրել Հայաստանում։ Ուզում եմ, որ այս երկրի ժողովրդի համար ամեն ինչ լավ լինի, որովհետեւ արժանի են։ Բացի բացասականից Հայաստանում ձեռք են բերել բազմաթիվ ընկերներ, ում շատ սիրում եմ։ Այս գեղեցիկ նոտայով սահմանափակենք այսօրվա մեր հարցազրույցը։ Հիշեցնեմ, որ իմ հյուրներ իտալացի բիզնեսմեն ներդրող Ֆիլիպպո Դուցիոնին։ Նշեմ նաև, որ հաղորդման հովանավորներն են Ֆինապ հաշվապահական ընկերությունը եւ Կրեպերի սրճարանը։ Կարող եք դառնալ նաև հաղորդման հովանավոր դուք, զանգահարելով նշված հեռախոսահամարին, համագործակցելով մեզ հետ։ Կարող եք դառնալ աջակից, ընկեր, հովանավոր նաև Patreon համակարգում, հղումը նշված է ստորիև։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք, ստեսություն։